Գաղտնիք չի լինի, որ առանց սպորտային բժշկության բարձրագույն սպորտ լինել հնարավոր չէ։ Բայց ուղղակի մենակ ասելով չի, ես ուզում եմ փորձենք, որ բոլորով, ֆեդերացիաներով, հասարակական կազմակերպություններով միասին պայքարենք ու ունենանք այդ սպորտային բժշկություն հասկացողություն ընդհանրապես Հայաստանում։ Բոլոր ֆեդերացիաները կամ կառույցները իրանք իրանց մասով փորձում են այդ հարցերը որոշակի կարգավորել։ Պետությունն էլ որոշակի բաներ անում է, որ կարգավորվի այդ հարցերը, օրինակ բարդ վիրահատությունները պետությունը վերցնում է իր վրա եւ վիրահատում է։ Բայց մինչև վիրահատության հասնելը մենք պետպատվեր կամ սպորտի համար նախատեսված ինչ-որ մի մաս հստակ կա, բայց որը լավ չի աշխատում։ Միգուցե մի օրինակ բերեմ, երևի բոլորդ էլ կարող առնչվել եք այդ հարցին։ Օրենքի մեջ այդ օրենքում նշած է, որ ուլտրազանային հետազոտությունը հոդերի պետպատվերի մեջ չի մտնում, այսինքն սպորտսմենը եթե ուզում է իր ընկան հոդեր գնա սոնոգրաֆիա անի, ապա չի լինելու դա պետպատվերով, պետք է անպայման գումար վճարի, բայց եթե բժիշկը ցուցում գրի գնա, այսպես ասած, MRT-ի, դա անվճար։ Այսինքն ստացվում է, որ մենք ավելի գեր ծախս ենք անում, միգուցե 100 սպորտսմեն մարզիկ կարող է գնալ MRT անցնի անվճար, բայց եթե մենք ունենանք 101-րդ որ պետք է անցնի, պետությունը կասի ես գումար չունեմ նախատեսված այդ ծախսը օգալու համար։ Իսկ սոնոգրաֆիայով միգուցե կարող է այդ հարցը տեղ կաններ ու վերանար։ Այդպես բազմաթիվ հարցեր կա։ Կան այդ օրենքի մեջ խնդիրներ, որ խոսամ շատ եմ խոսալ, ուղղակի մի երկու օրինակներ եմ ուզում բերեմ, որ դա լինի քննարկման մի առարկա բացվի, օրինակ բերեմ բոքսի վրա, բռնցքամարտի մարզիկները մինչև մրցում գնալ անպայման, բոլորն էլ ունենում են թուղթ, որտեղ գրած է իրանք թույլատրված են մրցումներին։ Բայց մինչև գնալը պետք է անպայման անցնի ուղեղի էնցեֆալոգրամա, անցնի մի քանի անալիզներ հեպատիտ C-ի, B-ի հետ կապված, բայց երբ որ գնում ես այդ մեր բժշկական բաժանմունք, որը բժշկական կենտրոն չի, այլ բժշկական բաժանմունք է, որը բացվել է Մահացիվի պոլիկլինիկայում, այնտեղ ասում բժիշկը պիտի ցուցում գրի։ Ախարցուցում նա է, որ նա արդեն բռնցքամարտիկ է։ Ու տենց ամեն ֆեդերացիա ունի իր ուղղությունը, ամեն մի ձև իր մի մասնիկը ունի, որը որ այդ օրենքի մեջ հաշվի չի առնվել, ու տենց ընթացքում տուժում է սպորտը։ Ու չգիտեմ, տենց շատ հարցեր կան։ Պարոն Մասինյան, իսկ օրինակ ինչ է պետք անել այսօր դրության, որ վերաբացվի այդ կենտրոնը սպորտային բժշկության։ Պետք է վերականգնել դիսպանսերը, որ գոյություն ա եղել տարիներով։ Լրիվ հին բան է։ Հին բան չի դա։ Դա իսկականի ինքն է։ Գնում ենք էլի հետ։ Չէ, դեմա հետ գնալը, եթե օգուտա բերելու, ուրեմն այո, եթե չէ։ Բերելու է, բայց պետք է բնականաբար օգուտ ունի, անի ոնց որ պարոն Մոսինյանը ասեց, այո, հիմա Գրիգոր Լուսավորիչ կենտրոնն ավերցրել իր վրա, բայց չէ որ գումարը նաև տալիս է պետությունը։ Գումարը պետությունը տալով, հա, այդ հիվանդանոցին չի նշանակում, որ բոլոր մեր մարզիկների դարդուցավերը կանեն, կոպիտ եմ ասում, հա, կներեք իհարկե։ Մանրամասն եմ, խնդրեմ։ Ենթադրենք գնացել է բժիշկի անվճար խորհրդակցությունը, ամեն ինչ նորմալ է, նևրոպաթոլոգի մոտից դուրս է գալի ոտքային լումբալգիայով կամ ոտքային ցավով։ Նևրոպաթոլոգը մոտավորապես այսքան sense դեղերի ցուցակ է գրել։ Ո՞վ է առնելու այդ դեղերը։ Իրանք ասում են անվճար է բժշկությունը սպորտսմենի համար։ Դե բարդ վիրահատությունները իսկապես անվճար են անցնում, շատ նորմալ է վիրահատում են ամեն։ Բայց դա եզակի հա դա ավելի քիչ է, հաստե որ թղթով սպորտսմենը դուրս է գալի ցանկացած բժշկի կաբինետից։ Այդ դեղորայքը առնում է կամ ֆեդերացիան կամ սպորտսմենը։ Այդտենց այդ ավելի երևի մի քիչ հարց է։ Ինչ է պետք կենտրոնը վերաբացելու համար, ինձ թվում է պետք է բոլոր ֆեդերացիաները համախմբվեն ու փորձեն ինչ-որ մի տեսակ հասկացնել այս ամբողջ հասարականը կառավարությանն էլ, որ ներդրում է պետք շատ մեծ, որովհետև եթե մենք նայենք
սպորտային բժշկական կենտրոններին թե ինչ հնարավորություններ ունեն ու բոլոր երկրներում դրանք առաջատար են մնացած հիվանդանոցներից, երբ որ քաղաքացին գնում է այդ հիվանդանոց, ասում են ուր ես գնում, ասում են գնում եմ սպորտային բժշկական կենտրոն, խիրուրգի մոտ, վիրաբույժի մոտ, ասում են շատ լավ տեղ ես գնում, որովհետև դա համարվում ամենալավ բժիշկը, եթե այդտեղ աշխատում է։ Մեմը դա չկա։ Այո։ Բնականաբար մենք էլ հավաքվել ենք, որ այդ ամեն ինչը հասկանանք ոնց ենք անում, որ այդ ամեն ինչը առաջ տանենք, նույն այդ հարցը, սպորտային բժշկության կենտրոնի հարցը, շատ կարևոր է։ Որպես առաջարկ, բնական է սպորտի զարգացման հիմնադրամը բոլոր կետային նաև կուղարկի ձեզ, բոլորին ֆեդերացիաներին, որ դուք նաև ձեր լրացումներ անեք, հա, ինչ պետք է լրացնել կամ ձեր կարծիքը տաք, որը ընդհանուր կազմով ներկայացվի էլ եմ կրկնում պատգամ մարմիններին։ Այստեղ կարելի է մի հատ հարց, հա, իսկ ինչ է, կարող է ինքը իրան չի վերաբերում, ես ընդհանուր եմ ասում, եթե ինստիտուտինքից գործում է մեր Թորյանի կենտրոնը, հա, հիշում եք Ռաֆիկին բոլորը, ինչ է խանգարում, օրինակ կամ ինչն է դրա հին, եթե նույնպես այդ կենտրոնը աշխատի եւ հավաքական թիմերին հավաքների ժամանակ այս ստուգումներ անի, մարզիչներին օգնեն, ասեն ստեղ այս վիճակակու սպորտսմենի այստեղ այս վիճակը ի՞նչն է խանգարում։ Բացարձակ մարզիչը։ Մարզիչը ինչու պետք է խանգարի։ Ասում խանգարում է պարապմունքներին։ Շկատ էս բան, նայած մարզիչ։ Մարզիչներից այստեղ մարդիկ կան, ասեք, խանգարում են ձեզ, այդ կենտրոնը խանգարում էր, թե օգնում էր ձեզ։ Շնորհակալ եմ, այդքան ես էլ եմ դրանց պատասխանը։ Ճիշտ է։ Կարելի է կներեք սպորտային բժշկություն զարգացնելու համար նաև բժշկական համալսարանին կարելի է դիմել որպես ուսանողներին տանել դեպի սպորտային բժշկության արձինատուղը։ Հիմա շատ են դժվարացրել սպորտային բժիշկ կոնկրետ բժշկական համալսարանում դառնալու համար պետք է 2-3 արձինատուրա ավարտես, նոր դառնալ սպորտային բժիշկ։ Իսկ մեր ժամանակ կառավարությունը շատ հստակ դրել էր այդ խնդիրը, որ մենք պետք է այնտեղ սովորենք, ավարտենք։ Միանգամից ինստիտուտը ավարտելուց հետո ընդունվեցինք արձինատուրան։ Մի քիչ պետք է չկա այդ մասնագետների հոսքը դեպի սպորտ չկա։ Այո, ճիշտ է, ես ցանկությունները չունեն շատ երեցի, որ խնդրանքով կդիմենք բնականաբար։ Հա, խնդրենք մենք էլ խնդրենք բնականաբար Արմեն Մուրադյանին իրար հետ երևի կաշխատենք այդ հարցը առաջ տանել։